Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Իրականում մարդը պետք է այնքան հարուստ լինի, որ գնի յախտա եւ դառնա չաղ ու յախտավոր։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է 5-շաբթի երեկոյան ժամը 22:30 մենք իհարկե եթերում ենք, որպեսզի եւս մի հրաշալի հայկական երեկո միասին անցկացնենք։ Բնականաբար սիրված հետաքրքիր հյուրեր, հարցազրույց, մի խոսքով հետաքրքիր հայկական երեկո Armenian Evening-ը MJ հեռուստաընկերության եթերում ապահովված է։ Եվ ինչ եք անում դուք այս պահին, դուք ըստ ավանդույթի դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պահին, մենք ըստ ավանդույթի սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ եւ վերադարձնում լիարժեք կյանքի։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա մտածելու կարիք չկա, պարզապես պետք է դիմել հենց 911 Detox Center, որտեղ մասնագետները ձեզ կօգնեն այս հարցում, պարզապես զանգահարում եք, գալիս եք եւ բոլոր խնդիրները լուծվում են։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Հաճախակի երբ ունենում եք ազատ օրեր, չգիտեք ոնց անցկացնեք այդ օրերը լավ, հիշարժան եւ հարմարավետ։ Ասեմ, որ այդ հարցը արդեն լուծված է, որովհետեւ եթե ունեք հանգստյան օրեր եւ ցանկանում եք իրոք անցկացնել հրաշալի միջավայրում, ապա պետք է գալ այստեղ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, որովհետեւ նախ շատ հարմարավետ համարներ, երկրորդը լողավազաններ տաք հանքային ջրով եւ բոլոր հարմարությունները մեկ տեղում, այնպես որ հենց հիմա զանգահարում եք, ամրագրում եք ձեր տեղերը, գնում լիարժեք հանգիստ եք վայելում եւ ասում եք վայ Արմեն ջան, ապրես, ես ինչ լավ տեղ մեզ ասեցիր։ Հեռախոսահամարն է 760 329 6033։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները ընդգրկված եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Ստեղծվել է աշխարհի ամենաբարակ փոշեկուլը։ Փոշեկուլը չափազանց թեթև է եւ հեշտ է պահել ամենուր, ինչը այն օգտակար է դարձնում դժվարամատչելի տարածքները մաքրելու համար։ Սակայն կա մեկ խնդրեմ։ Բոլոր նրանք, ովքեր տեսնում են այդ բարակ փոշեկուլը, ասում են՝ «Վայ, ես ոնց էս բարակ է, էս ինչա վիճակը, գնա մի քիչ աղբ հավաքի մի հատ տեսքի արի էլի»։ Գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են աշխարհի ամենահին կարված հագուստը, որը ավելի քան 12000 տարեկան է։ Իդեպ կանանց մոտ այս նորությունը առաջացրեց ընդամենը մեկ հարց. «Վայ, իսկ ինչ արժի ունենամ մի հատ պահեմ էլի մեր գարդերոբում»։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ընդամենը մի քանի վայրկյան իսկ միանանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես այսօր Armenian Evening նախագծի հյուրն է դերասանուհի Մարիաննա Եղիազարյանը։ Մարիաննա ջան, ուրախ եմ քեզ տեսնել, բարի երեկո։ Բարի երեկո Արմեն ջան։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել մեր տաղավարում։ Մարիաննան մի հրաշալի տաղանդավոր դերասանուհի է եւ միշտ շատ հաճելի է իրեն շփվել, որովհետեւ ինքը ամեն ինչի մասին տեղյակ է, առասարակ կինոյի մասին, ինքը ընդհանրապես ամեն ինչ գիտի։ Ես ասեմ, որ ճիշտ է։ Չէ՞ ինչ։
Ես ուզում եմ ասել, որ իհարկե բախտ վիճակվեց, մենք միասին նկարահանվեցինք եւ ծանոթացանք ֆիլմում նկարահանվեցինք, իդեպ այսօր մենք կդիտենք, եթե դեմ չես, հա, փոքրիկ հատված։ Եվ այսպես, մենք հիմա արի մի քիչ զրուցենք, հետո իհարկե խոսելու ենք շատ նաև հետաքրքիր բաների մասին, որ տեղի ունենացել, խոսքը փառատոնների մասին է, բայց սկսենք սկզբից։ Մարիաննա ջան, իհարկե հարցը, որը ուղղում եմ մեր հյուրերին, պարտադիր, ով է այն մարդը կամ մարդիկ կամ չգիտեմ ով, որ գտավ, ասեց այս երեխան դերասան է դառնալու։ Ես։ Ոնց եղավ, ասա։ Որովհետև դպրոցում շատ փոքր էի, որ որոշեցի, շատ վատ էի սովորում գիտությունները։ Ճշգրիտ գիտությունների հետ չունեի, ու տենց հետո սիրում էի պատմություններ հորինել, շատ։ Այսինքն որ ուշ էր գալի, ասում են ուր ես, ինչ-որ բաներ։ Մենակ է չէ, շատ սուտ էի սիրում խոսել։ Հետո որոշեցի ինչը ոչ, ու մենակ չէի իմիջայլոց, դասարանից մի քանի հոգով էինք որոշել դերասան դառնալ ու անընդհատ խաղում էինք։ Մնացի ես դերասան, իրանք տենց։ Բայց ես ուզում եմ, կարող ես մի հատ հիշել, օրինակ այդ մեկ ստերից մեկը, որ դու դպրոցում սուտ էր ասում, կարող ես հիշես, թե ոչ։ Շատ էի։ Շատ է։ Բայց ես դպրոցում մի բան եմ հիշում, որ ուրեմն Երևանի տոնն էր, բոլոր դասարանները ինչ-որ բան պետք է ներկայացնեին։ Ես ու ընկերուհիս որոշեցինք մեր դասարանը մենք պետք է ներկայացնենք։ Ու ասացին ինչ եք անելու, ասացինք պար ենք պարելու, բայց մենք պարի չենք գնում, ընդհանրապես պար չգիտեինք։ Հա, բայց պետք է պար դնենք։ Ասացինք մենք կդնենք, մենք կպարենք, շատ ինքնավստահ։ Ու տենց արեցինք։ Պարի կեսից 30-ը կտրվեց, բայց մենք մեզ չէինք կորցրել, էլի պարեցինք, ու չգիտեմ, խայտառակեցինք բայց փաստորեն երաժշտությունը կտրվեց, այդտեղ արդեն մենք ինչ անենք, երաժշտությունը կտրվեց, մենք էլ չկարողացանք։ Մեր ինքնավստահությունը տենց մեծ էր։ Շատ լավ։ Լավ, Մարիաննա ջան, այնուամենայնիվ դպրոց ավարտելուց հետո դու ընտրեցիր, հա, դերասանի մասնագիտությունը եւ ես գիտեմ, որ դու ժամանակին ասել ես, որ ընտրեցիր դերասանի մասնագիտությունը եւ չես փոշմանել եւ անգամ եթե 100 անգամ լիներ ընտրության հնարավորություն, դու միևնույն է նույնը կանեիր։ Վստահաբար։ Իմ կյանքի ամենագերագույն հաճույքն է։ Ես ինձ հետաքրքիր է, իհարկե դու կպատմես քո մասին, բայց օй քո հարազատները, հա, ծնողները, այսինքն իրանք ոնց վերաբերվում, ոնց են վերաբերվում, նորմալ։ Ընտրություն չունեին իրանք։ Հա, եթե դու ասել ես դերասան, եթե դերասան։ Այս եկա ասեցի կներեք, ես դա եմ դառնալ։ Չէ, մամաս շատ մեծ աջակցություն է տվել։ Հա։ Մենք ընդհանուր ընտանիքով ավելի լիբերալ ենք։ Ոչ մի, ոչ չի եղել։ Չէ, գիտես ինչի, որովհետև իրոք օրինակ բնականաբար դերասանի մասնագիտությունը իհարկե դա շատ պատվավոր է, շատ, բայց իհարկե շատ դժվարություն է։ Չնայած կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնագիտությունը իհարկե դժվար է, բայց այնուամենայնիվ դու որոշեցիր դարձար դերասանուհի, մի քիչ պատմի, այսինքն միանգամից գնացիր ընդունվեցիր։ Ահա, միանգամից գնացի, ընդունվեցի Ծատուրյանի կուրսը, հա, Ծատուրյանի կուրսը, հետո ավարտեցինք, շատ հավես էր, ավարտելուց հետո մի քիչ ըմբոստ էի, ես ու ընկերուհիս Ժաննան Հովակիմյանի միջայլոց, իրանք, հա, մենք երկուսով որոշեցինք թատերախումբ ստեղծել։ Եվ մի րոպե, ավարտեցիք ու որոշեցիք, որ դուք պետք է։ Հա, այդտենց որոշեցինք, որովհետև ես պետական թատրոնում չէի ուզում աշխատել։ Ինչու՞։ Որովհետև ես ուզում եի խաղալ ինչ ես եմ ուզում ու Ժաննանն է համաձայնվեց իրար հետ, որովհետև պետական թատրոնը շատ լավ է։ Մեր դերասանները փառայեղ են ապրում, դա ուզում եմ ասել, ի տարբերություն արևմտյան թատրոնների, որտեղ պրոյեկտից պրոյեկտ են աշխատում։ Շատ ներողություն, բայց այդ մեր թատրոնները, որ ստանում են օրինակ 40,000 դրամ փարը են ապրում։ Իրանք ամեն օր գործի են գնում, իրանք ամեն օր ինչ-որ բան անում են, բայց պատկերացեք մի մարդիկ կան, որ սպասում են պրոյեկտից պրոյեկտ, ուրիշ աշխատանք են անում, շատ մեծ ջանք են թափում, պակաս տաղանդավոր չեն, փող են վճարում տարածքների, որ կարողանան փորձ անել անընդհատ ֆորմայի մեջ լինել։ Խնդիրը այն էր, որ չէի ուզում, որովհետև իմ ուզած դերերը չգիտեի, երբևիցե կխաղամ, թե չէ։ Պետք է սպասեի ռեժիսորը կընտրեր, թե չէ, ինձ կտային պուճուր դեր կամ մեծ դեր կամ այդ մրցավազքը ինձ համար չէր։ Ու Ժաննայի հետ որոշեցինք, այդ ժամանակ Սուրենը Շավերդյան հիմա էլ բավականին հայտնի էր ու արեց ներկայացումներ արել Փսիխոզը, նայելուց հետո ես ու Ժաննան ասացինք իր հետ ենք ուզում աշխատել։ Ահա։ Ու գնացինք Սուրենին, կբանկ ասինք Սուրեն խնդրում ենք մեզ ներկայացում արա մեր համար եւ ստեղծվեց Աղախինները։
Շատ լավ, բայց տես փաստորեն դուք եք ընկել այդ խնդրի առաջ, հա, բարձել տեղ, եւ ոչ։ Բայց անում ենք այն ինչ մենք ենք ուզում։ Դա մի հատ Եվ դա հաջողություն ունեցավ, ես հիշում եմ, որովհետեւ լավ հաջողություն ունեցավ։ Բավականին շրջագայություններով, փառատոներով, հաղթանակներով։ Հետո պրոյեկտը շարունակվեց, արդեն պետքա գումար ճարեինք, որ նոր ներկայացումներ անենք, արեցինք, ի սկզբանե ասեմ ներկայացումներում խաղացել եմ այն դերելու, բարձրացրել եմ այն խնդիրները, որը իրականում ինձ հուզել է։ Այսինքն ներկայացումը պետք է լինի քո ուզածով, դերը պետք է լինի քո ուզածով։ Ռեժիսորը պետք է լինի քո ուզածով։ Ու ռեժիսորը պետք է անի ինչ որ դու ուզում ես։ Չէ, no, դա չէ։ Այդ բեկը լավա չէ։ Չէ, վերակիմը չէ, Ժաննան էլ այնտեղ կա։ Հետո ես եկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, թատրոն 8-ը, որ անունը թատրոն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կխոսենք դեռ Միացյալ Նահանգներում։ Հետո թատրոն 8-ն է, հիմա Ժաննան շարունակում է, իմիջայլոց եթե Երևանում եք անպայման գնացեք, շատ լավ ներկայացումներ է։ Ուր գնան, որտեղ գնան, մի քիչ ավելի մանրամասն։ Թատրոն 8 հետևեք թատրոն 8-ի Facebook-յան կամ Instagram-յան էջին եւ բոլոր նորությունները կիմանաք կամ Ժաննա Հովակիմյանի Ժաննա Հովակիմյանը լավ հայտնի է իրան Ժաննա Հովակիմյանին շատ ես իրոք շատ գնահատում եմ շատ հետաքրքիր դերասան ու տաղանդավոր եւ նաեւ ինքը ձայնը այսպես մենք շատ հանդիպում ենք որովհետեւ ինքը ձայնավորում էր տարբեր սերիալների ձայներ եւ շատ հաճելի նույնպես Իմիջայլոց Ժաննան մի շատ մեծ քայլ արեց ինձանից ավելի փառահեղ ու վեր գտնվեց չէ միասին էինք բացել թատրոնը չէ ինքը անում է ներկայացումներ որտեղ ինքը չի հանդես գալիս որպես դերասան բա որպես պրոդյուսեր որպես համակարգող այո ու այդ էգոն դա շատ դժվար բան է Շատ դժվար է։ Ես երևի չկարողանայի, Ժաննա սպասում էր ես հրատես քաշեի։ Որ ինքը վերցներ իր ձեռքը ղեկը ու շատ լավ տաներ թատրոնը առաջ։ Ես համամիտ եմ քեզ հետ, որովհետև դերասան իրոք եթե ինքը մասնակցի, դա պրակտիկապես շատ քիչ է։ Հա, ես մի քիչ նախանձ եմ այդ առումով։ Չէ, բայց նորմալ է, որովհետև դերասանի ամպլուան, դերասանի մասնագիտությունը, որպեսզի դերասանություն անել եւ մատուցել այդ ամենը հանդիսատեսին, չէ՞ որ հանդիսատեսի համար է, այսինքն ստեղծված այդ ամենը։ Որովհետև երբ որ դու թեման ընտրում ես, դե իհարկե դերեր կա, որ դու պետքա հասկանաս, դա քոնը չի եւ պետքա տաս ճիշտ դերասանին, բայց ես էգոիստաբար միշտ ընտրում եի այն դերերը, որ իմն է թեմաները։ Մի խոսքով հիմա թատրոն 8-ին հետևեք, Երևանում շատ լավ ներկայացումներ կան։ Իսկ կարող է թատրոն 8-ը մի օր օրինակ հայտնվի այստեղ Միացյալ Նահանգներում։ Կարող է։ Կարող է, շատ լավ։ Դե մենք իրոք սպասենք իհարկե։ Բայց ներկայացում ունենք Ես կինեմը թատրոն 8-ով, որ անում ենք, ու հետաքրքիր ճակատագիր ունի այդ Ես կինեմ ներկայացումը։ Հիմա զուգահեռաբեր խաղում են, համ Երևանում, համ այստեղ։ Համ Երևանում, համ այստեղ։ Այո, որովհետեւ երբ որ ես եկա, մեր դերասանուհիներից մեկը, Անի Գևորգյանը, համ է սցենարիստն է, դրամատուրգն է այդ պիեսի Ինքը այստեղ էր։ Մենք Աննային Գևորգյան հրավիրեցինք, երեքով խաղում ենք այդ նույն ներկայացումը եւ Ժաննան մեզ փոխարինող գտավ, բայց շատ արագ գտար փոխարինող Ժաննա։ Փոխարինող գտավ, փոխարինող։ Ժաննա այդ փոխարինողին միանգամից մի հատ դերվենքով մի հատ ամոթ է չստեղեն։ Փոխարինող գտավ եւ նույն ներկայացումը Երևանում են խաղում։ Շատ լավ։ Մարիանա ջան, դու ժամանակին ես մի քիչ ավելի on-line ես, հա, այդ արտահայտությունը, որ ժամանակին արել էր, այսպեսի մի արտահայտություն էր, ասել, որ Ինչ լավ հիշում ես։ Հա, իհարկե, ես հիշում եմ ամեն ինչ։ Ես ամեն դերի դերասան չեմ եւ ամեն ռեժիսորի դերասան չեմ։ Այսա ինչ է, էլի է դու իրա, որ դու պետքա լինես ամեն ինչ։ Իսկ եթե օրինակ քեզ մի շատ հանրահայտ ռեժիսոր, հա, եւ պրոդյուսեր հանրահայտ առաջարկում են մի դեր, որը այդ չի ամեն ինչի դերը ամեն դերի դերասան չեմ, այդ ինչ է նշանակում, մի հատ ինձ ասա։ Հետո նոր խոսանք արդեն ռեժիսորի մասին։ Ամեն դերի դերասան չեմ, ինձ նեղ բան է սկսում հիմա վանդակի մեջ ուզում ես ես ուզում եմ ավելի համ ազնիվ ասեմ, համ չնեղացնող ասեմ։ Չէ, ազնիվ ասա եւ չնեղացնող ես կարծում եմ բոլոր մենք մերոնցով ենք, հիմա բոլորը մերոնք լավ շատ լավ հասկա։ Մեր երեստատիտողները բոլոր մենք մերոնցով հավաքվել ենք։ Հիմա նայ, ամեն դեր, այսինքն ամեն դերը ասելով, եթե դերը հավաստի չի, եթե ես չեմ հավատում իր իրականությանը, եթե հորինովի է, եթե էժանագին է հումորը, էժանագիրա պրոյեկտը,
գումարի առումով չեմ ասում։ Գաղափարի, իդեայի, մենակ ինքը արվում է, չգիտեն ինչի են անում, անելու համար։ Ես այդտեղ չեմ կարա լինեմ, ավելորդ եմ, որովհետև իրանք չեն ունենա ինձանից այն արդյունքը, որը սպասում են, ակնկալում են։ Դրա համար կարծում եմ այդ քո ասած լավ ռեժիսորը, որը հանրային չասեմ, որովհետև կարա լինի ռեժիսորը հանրային, բայց ինչի հաշվին հանրային, որովհետև mass market-ը մենք լավ գիտենք, կարա շատ կարող հանրային չի լինի, բայց շատ լավ ռեժիսոր է։ Հա, ինքը չի կարա անի ուղակի անի գումար ստանալու համար կամ ասած, չէ, եթե ինձ թեման չի հուզում, չեմ անի։ Իսկ եթե օրինակ այ հիմա գանք դրան, որ ինքը մի այսպեսի շատ մեծ բավականին կլորիկ գումարներ եւ շատ կլորիկ գումար։ Okay, համաձայն։ Կլորիկների հետ։ Կլորիկ կարա երանդյուն լինի, խնդիրը կլորիկ գումարը հարցը լուծեց, այո։ Այո, միշտ։ Որովհետև այդ կլորիկ գումարով ես հետո կարամ անեմ ուրիշ պրոյեկտ։ Չէ, հետո տես։ Որովհետև դա շատ կարևոր է։ Այսինքն կլորիկ գումարով դու այդ դերը կխաղաս։ Կխաղամ, բայց կարող է դրանից հետո ես ինքս անձամբ անեմ ուրիշ պրոյեկտ, որտեղ ինքնամաքրվեմ։ Նայ, հիմա օրինակ դու ինչ որ մի դեր, որը դու չես տեսնում այդ դերը, հա, այսինքն այդ քո ասածը չես ուզում։ Բայց ռեժիսորը, որը տաղանդավոր ռեժիսորը, ոչ հանրային է, հանրայական չի։ Ինքը կարողանում է քեզ բացել այդ դերով եւ դու իրոք զգում ես այդ, այսինքն գուցե դու սխալվում ես։ Այո, դա իմ կյանքում եղել է։ Դա արդեն ուրիշ բան է։ Ես ինքս ասացի, ես չեմ ընտրում ոչ թե կերպարը, ես այդ կերպարին համապատասխան չեմ։ Խնդիրը պրոյեկտի, դերի, որակականի եւ հանուն ինչի է այդ դերը, ինչի է այդ կերպարը ծնվում։ Հենց այնց չեն, չէ՞, մենք արվեստը, Արմեն ջան, ինքը հենց այնց չի, հասկանում եմ, entertain ժամանցը մեծ տեղ է գրավում, բայց այդ ժամանցի հետ հանդիսատեսը երբ որ գնում է կամ դու քո նպատակը որն է, մարդուն ինչ տաս։ Հենց դա է ամբողջ խնդիրը։ Եթե իմ դերը ուղակի իրան խնդացնելն է, մենակ ուրախ տրամադրություն, հավատա ինձ հետ ասենց նստել խոսալը ավելի զվարճալի է, բայց հարցը ուրիշ է։ Հա, ես հիմա դրան չի գնա։ Բայց դերեր կա 7 օր Լևոնին հիշեցիր, հենց Լևոնի հետ է խաղում եմ Հարությունյանի։ Երբ որ ինձ գոռը ասաց դու ես դերն ես խաղալու, ես չէի հավատում, որովհետև ասում էի գոռ ընդհանրապես ես կապ չունեմ, ես չեմ կարա այդ խաղամ։ Ասաց խաղաս, լավ է խաղաս։ Ու լավ է խաղաս։ Դա որտեղ ես գիտեի ուր եմ տանում, կերպարը ուր է գնում։ Երբ որ ես չգիտեմ այդ կերպարը ուր է գնում, ես այդ դերը չեմ վերցնի։ Դրա մասին ես հասկանում եմ, բայց եթե քեզ այդ դերը առաջարկում են, ռեժիսորը առաջարկում, ինքը տեսնում է, չէ՞ քեզ։ Հա։ Այսինքն չէ որ կա այստեղ դերասան եւ կա ռեժիսոր։ Իհարկե։ Ռեժիսորը տեսնում է դերասանին այդ դերում, գուցե պետք է այդ դեպքում գլուխը կախել, ներողություն եւ վստահել ռեժիսորին։ Ես միշտ վստահում եմ ռեժիսորին։ Ես շատ խելոք դերասան եմ։ Քիչ ջղայնացնել ռեժիսորը։ Բացարձակ չեմ, կարող թող ռեժիսորն այս եմ ասում, եթե Լևին Հարությունյանը քիչ ջղայնացնել։ Ես չեմ ջղայնացնում ոչ մեկի։ Այո, գիտեմ։ Ես գլուխս կախ դերասան եմ։ Խնդիրը process-ի հաճույքն է։ Չէ, բայց իհարկե ես քեզ հետ համամիտեմ, որ հա, իհարկե դերասան ես, որը բնականաբար ենթարկում է տվյալ պարագայում ռեժիսորին եւ նկարահանման։ Մենք կատարողական արվեստ ենք։ Բայց իհարկե դու պետք է քոնն էլ ունենաս, որովհետեւ ես շատ քեզ հետ համամիտեմ։ Հիմա իհարկե հումորը մի կողմ ծիծաղացինք բան, բայց իհարկե եթե տվյալ պարագայում չես տեսնում, գուցե եւ այո, մենք երբեմն պետք է եւ հրաժարվել, ինչու ոչ։ Որտեղ դու կարող ես մարդու կտավը փչացնում ես։ Ես համամիտեմ։ Բայց դե ես էլ եմ ասում, այստեղ շատ միանշանակ չես կարող մոտենել, որովհետև էլ եմ ասում։ Շատ ուրիշ բաներ կա, էլի, մենակ այտենց։ Նայ, Մարիանա ջան, դու թատրոնի դերասանն ես, բայց դե նաև իհարկե կինոներում նույնպես խաղացել ես։ Այ հիմա տես, մենք քիչ առաջ միասին իրար հետ զրուցում էինք, որ երբեմն շատ դժվար է լինում, հա, թատրոնի դերասան։ Չնայած հիմա արդեն դե ժամանակին գուցե այդպես չէր, բայց հիմա պրակտիկապես դե բոլոր թատրոնի դերասանները իհարկե խաղում են ֆիլմերում։ Ամբողջ աշխարհում։ Նա ամբողջ աշխարհում։ Հիմա ըստ քեզ պետք է որ թատրոնի դերասանը միայն խաղա թատրոնի եւ առանց չէ։ Ինչու։ Չէ որ գաղտնիք չէ, մենք դրա մասին զրուցեցինք, գիտենք դրա մասին բոլորս, որ միշտ թատրոնի դերասանը երբ որ ֆիլմում խաղում է, դա իր համար որոշակի առումով խորթ է, հա, երևի։ Մոտեցումներն են տարբեր։ Մոտեցումները տարբեր են։ Թատրոնը ուրիշ մոտեցում է, որոշակի պահանջում։ Հատկապես հիմիկվա թատրոնն ու կինոն
դերասանները այնպես չի որ շատ տարբեր են, որովհետև նույն նատուրալիստական, նույն ազնվությունն է թատրոնը ուզում, ոնց որ կինոյում։ Բայց թատրոնը մի քիչ ավելի երկար պաուզաներ ունի, մի քիչ երկար, որովհետև դու պետքա թողես հանդիսատեսը ընկալի քո մոնտաժը անի, որովհետև ինքն է մոնտաժողը վերջի վերջո։ Հանդիսատեսն է նստած այս ամբողջ տարածքում այդ մթնոլորտի մեջ մտնում։ Կինոյում կա արդեն մոնտաժողը արդեն արել է, քեզ դրվագները տված է արդեն, քեզ մթնոլորտը արդեն ստեղծված է, այս թատրոնը բացում է այդ մթնոլորտը ու դու ուզում ես այս դերասանին նայես, դու նրան ես ու նայես, այդ մի հատ ուրիշ ճանապարհ է, որ քեզ տանում է հանդիսատեսին եւ կինոյի հանդիսատեսին է ուրիշ ճանապարհ նա է տանում։ Ես կարծում եմ, վստահ եմ նաեւ, դերասանը պետք է անցնի վարպետության դասընթացներ տարբերությունների, ոնց որ մարզիկն է միշտ գնում մարզասրահ եւ ունի միշտ իր մարզվելու ձևերը, տրեյնինգները շատ կարեւոր են։ Կինոյի տրեյնինգները շատ կարևոր են ու թատրոնինն է իր հետ։ Թատրոնում դու եթե անընդհատ խաղում ես, դու անընդհատ դրա մեջ ես։ Կինոյում դրա համար այստեղ կան հատուկ մասնագետներ, որ քո հետ առանձին պարապում են եւ եթե չկան էլ դու պետքա վարժեցվես դրան, որովհետեւ եթե խառնեցիր, այդտեղ սուտը սկսում է երևալ։ Շատ լավ։ Հիմա արի մենք մի քիչ զրուցենք, բնականաբար արդեն քանի տարի 3 տարի արդեն Միացյալ Նահանգներում ես, շարունակում ես, այստեղ մի քիչ արի խոսենք, հա, այստեղ նաև ներկայացումների մասին եւ նաև խոսենք անպայման կցանկանամ մենք մի քիչ զրուցենք, վերջերս տեղի ունեցավ ARPA, հա, եթե չեմ սխալվում, ARPA կինոփառատոնը, մի քիչ դու որտեղ ակտիվ իհարկե մասնակցում էր այդ ամենում, մի քիչ ավելի արի ինլայնվենք, փաստորեն 3 տարի առաջ արդեն հարմարվել ես, թե 3 տարի այնուամենայնիվ քիչ է։ Դե որ քո արդեն քո աշխատանքով ես կարծում դա հեշտ է որոշակի առումով։ Հա, երբ որ ես եկա այստեղ, իմ ամուսնու աշխատանքով եմ եկել, ու ամենաառաջի պայմաններից էր ես մասնագիտություն չեմ փոխելու։ Ոչ մի ուրիշ բան չէ, ես գալու եմ, ինձ կգտնեմ, իսկ իմ ամուսինը միշտ ինձ աջակցում է։ Շատ լավ։ Հա, ինքը շատ է սիրում, որ ես ուրախ եմ։ Շատ լավ է։ Դե իհարկե։ Մերսի Դավիթ։ Դրա համար ինձ խոչընդոտներ չի եղել Ամերիկայում։ Ես եկել եմ ու սկսել եմ սովորել ու որոշ չափով սկսել եմ հարթել ուղղություններ դեպի ծանոթություններ ունենալու հարցում։ Դե ես էի ասում, դու եկել ես եւ արդեն որոշակի հայ մարփայի մասին կպատմեմ ես, դու եկել ես եւ չես եզրափակվե հայկական այսպես հա, այսինքն դու եկել սովորել ես անգլերեն, այսինքն նաև խաղացել ես անգլերեն լեզվով, որը դե շատերը չեն կարողանում, որովհետև դա դժվար բան է բավականին, դե հատ մենք զրուցում ենք, որ դա մեր լեզուն չէ այնուամենայնիվ, շատ դժվար է այդ լեզու, բայց դու այդ հաղթահարում ես եւ շարունակում ես դեռ, այսինքն այդ եւ մի քիչ հայ, ARPA-ն երբ ոնց եղավ։ ARPA-ն միջազգային կինոփառատոն է, ինքը 29-րդ տարին է այս տարի լինելու եւ անցկացվում է Chinese Theatre-ում, հայտնի Իմիջայլոց բոլոր կինոռեժիսորներին եմ դիմում, եթե ունեք ֆիլմեր, Film Freeway-ին մտեք եւ ամրագրեք ձեր ֆիլմը ARPA կինոփառատոնում, եթե չկարողանաք ինձ գրեք անձնականով եւ ես ձեզ կօգնեմ։ Ինքը շատ հետաքրքիր փառատոն է, որովհետև կան այստեղ հիմնադիրները հայ կանայք են, բայց ինքը միջազգային է եւ ունենում է շատ հայտնի միջազգային հյուրեր, ժյուրին շատ հետաքրքիր մարդիկ են եւ կարեւոր է մասնակցելը։ Իսկ ինչա տալիս, այսինքն այդ փառատոնը բոլորը կարող են մասնակցել, թե այնուամենայնիվ ընտրություն է, ովքեր են, այսինքն իրենք այդ ստեղծագործականում դու այս երբ էր վերջինը անցյալ տարի, հա, նոյեմբերին 28-ն էր փաստորեն, 28 Հիմա 29-ն է։ Ինչ էր դու անում այդ ARPA փառատոնի ժամանակ։ Ես պրոգրամեր էի, այնտեղ եւ նաեւ կազմակերպում էի, օգնում էի իրանց։ Օգնում էր դա եւ դե արդեն մի քիչ այլ շուկա է այդ ամենը, հետաքրքիր էր դա այնուամենայնիվ, թե շատ հետաքրքիր էր։ Շատ հետաքրքիր, որովհետև հյուրեր, ամեն ինչ կազմակերպված էր, բայց դե ես Ոսկե Ծիրանի հետ էլ մեծ կապեր ունեմ, ինձ համար առաջինը չէր եւ առաջին տենց փորձառություն չէր իմ համար։ Ընդհանուր առմամբ կինոփառատոնները շատ կարևոր են արվեստագետներին միավորելու իրար։
ինքը գաղափարների փոխանակումը, քո ֆիլմը հնարավորություն է ցուցադրել մասնագետներին եւ արվեստասերներին, հատկապես անկախ կինոն ու դժվարանում է հանդիսատես գտնել եւ փառատոնները շատ լավ հարթակ են դրա համար, որտեղ դու կարող ես քո ձայնը բարձրացնել, քո խոսքը հասցնել տեղ։ Բացի նրանից, որ կարող ես մրցանակներ ունենալ, նոր հրավերներ ուրիշ փառատոնների։ Լավ, իսկ դու օրինակ չես մտածել, որ հա, դու իհարկե դերասան ես, բայց չես մտածել ավելի մի քիչ քայլերով գնալ առաջ եւ ինչու ոչ ստեղծել, նու փորձել ռեժիսորական, Ես արել եմ, բայց շուտ եմ արել, դա իմ հոբին էր։ Ես հիմա սովորում կինոարտադրություն։ Հիմա սովորում ես, այսինքն մի քիչ մանրամասն ոնց ես սովորում։ Ես քոլեջում եմ հիմա սովորում կինոարտադրություն, հետո կտեղափոխվեմ համալսարան, երևի, որտեվ մի տարի հետո պիտի որոշեմ։ Այսինքն կինոարտադրություն, որպեսի որտեղ որպես, այսինքն կինոարտադրություն որպես պրոդյուսեր, թե որպես ռեժիսոր, որպես ռեժիսոր, որպես պրոդյուսեր, բայց դեռ չգիտեմ։ Ես դեռ սովորում եմ, որտեվ ինքը շատ բարդ է, շատ բարդ է։ Այդ ամենը իհարկե սովորում ես բնականաբար անգլերեն, դժվար է, իհարկե դժվար է։ Բայց ընդհանուր պրոդուկտը շատ բարդ է։ Այդ ամենը կազմակերպելը մեծ կինո արտադրությունը դա ահռելի ծանր բան է, շատ աննկարագրելի է։ Դու ինքդ եղել ես նկարահանումներին, մեծ նկարահանումներին, որ ես առաջի անգամ որ գնացի, պետքա նկարահանման գնայի, դա ես խայտարակվելու սովորություն եմ արում, երթվում եմ, ես կարամ մեծ խայտարակվեմ, որ էլ չեմ ամաչով ծիծաղավ։ Ես երիք չի գնացել էի, չեմ ուշանում, բայց ես չի մտածում, որ ստուդիան այդքան ահռելի մեծ է։ Մտածում էի ժամը 4-ին պիտի լինի, 4-ին 5 պակաս փարք կանեմ ու կգնամ իմ ուզած տեղը։ Հելիք չի 4-ին 5 պակաս այդ փարքինգները 4 հատ գեյթով է հազիվ գտել եմ։ Գնացել եմ գլխավոր պրոդյուսերի տեղն եմ կանգնել։ Չեմ իմացել, գնացել եմ, որտեղ առաջիններ թողել եմ, ասեց վատ բարդ է ասել, բրախեցի ավտոստը ուշանում էի ու վազել եմ։ Ես վազում եմ, քարտեզ են տվել, չեմ կարում կարտամ։ Գնացել եմ այդ պահակներից ու խնդրում եմ, հասել եմ տեղ, մեկի հետևիցս ավտոյով իրանց գոլֆի ավտոները, մեկ եկել ասում է, «Էս քո ավտոն է, պրոդյուսերի տեղն է»։ Հիմա ինձ վազել եմ, իր այդ ահռելի մեծություն։ Դե հասկա, չէ, դե առհասարակ տես, ես այդ ժամանակ կարոտում ես մեր Երևանյան նկարահանումներն, որ առավոտ հավաքվում ենք, ժամը 8-ին պետք է հավաքվենք, ժամը 10-ին հավաքվում ենք, եկեք մի հատ կոֆե խմենք, դե ով մի հատ կոֆե, ուր են գալիս են մի հատ զանգ են, ինչի չկան, մի 11-ին մի հատ հաց ուտենք, գետոր 10-ը կնանք։ Եվ այս ահռելի նկարահանումների ժամանակ նկարում են ընդամենը 4 էջ։ Ես համամիտ եմ քեզ հետ, բայց ամենահետաքրքիրը այն է, որ ինչ որ օրինակ դերի համար, փոքրիկ դերի համար քեզ կանչում են, գիտես, հետաքրքիրը այն է, որ այստեղ դե շատ ֆիլմերում եմ նկարահանվել, բայց իրանք շատ տարբեր են լինում, մեկ օրինակ դեր կա, որ դու կարող ես գալ նկարահանվես գնաս, եւ կարող է դեր լինի փոքրիկ դեր, որ քեզ կանչում են, չգիտեմ, ժամ առավոտյան 10-ին, դուք ես առավոտյան 10-ին, այնեն չի որ իրանք պարապ են, իրանք առավոտ 8-ից նկարում են, գործը արվում է, բայց դու ժամը 10-ին առավոտ կանչել են, որ դու երեկոյան ժամը 8-ին փոքրիկ դերանես, այո, այդպես էլ է եղել։ Հա, այդպես էլ է եղել։ Շատ տարբեր է եղել, ասեմ քեզ, բայց իհարկե այստեղ այնուամենայնիվ Բայց դու վճարվել ես։ Հա, իհարկե վճարվել։ Բա դա չմոռանանք։ Հա, դե մի հատ էլ չվճարվի։ Հիմա այդ ուզում ես կարոտես Երևանյան նկարը։ Չէ, բայց մի հատ կոֆեր բանը։ Չէ, դե հիմնականում իհարկե այստեղ դե հա, ավել սպասելու համար դու միշտ վճարվում ես։ Տարբերությունը շատ է իհարկե, տարբերությունը։ Բայց հա, այն ջերմությունն է, այն սերը, դե պարզ է, այստեղ ասում եմ արտադրությունը։ Այնտեղ ուրիշ բան է։ Արտադրությունը հետո գիտես ոնց նույն վերցնենք օրինակ այստեղ այդ ստաֆը, հա, այդ ստեղծագործական խումբը, դե ամեն մեկին ինչ որ sense փոքր բացիկ ամեն մեկի համար մարդիկ կան, որ աշխատում են։ Մեր մոտ օրինակ մի ադմինիստրատորը ֆիլմի գրո ամեն ինչ անի։ Հա, չէ, այնտեղ չէ։ Այո, դե ինչև է։ Շատ լավ։ Եվ դեմ չես, եթե մենք հիմա միասին, մենք իհարկե կխոսենք քիչ ուշ անպայման կզրուցենք, իհարկե նաև մոտակա նախագծերի մասին, որովհետև ես գիտեմ էլի նույնպես շարունակելու ես, ես կարծում եմ շատ շուտով, իհարկե անպայման այնուամենայնիվ կինոարտադրությունը կավարտի, դե երբ ես ավարտելու այդ համալսարանը։
Հիմա կոլեջ հետո համալսարան։ Չգիտեմ, տնեցիկից խափար չեմ ուզում ասել։ Լսի, բայց այդ դեպքում իսկ ինչու չէ, դա բավական դժվար ուղի է ընտրել։ Հա, ինչի դա ընտրեցիր այդ դեպքում։ Ես նայ, այստեղ մի հետաքրքիր բան կա, դու համալսարան գնալուց կարաս ընտրես major and minor։ Ես հիմա կընտրեմ մեկը major, մեկը minor, մեկը կլինի դերասանը, թատրոնը, եւ կինոն կլինի major կամ հակառակը։ Ես պետք է հասկանամ ժամային առումով, որն է ինձ ձեռք տալիս, որովհետեւ դու այտենց կարաս անես։ Ես չեմ փոխել պրոֆիլ, ոչ մի չեմ փոխել։ Եվ մինչ ես կանցնենք արդեն մեր հաղորդման երկրորդ էջին, ես ուզում եմ եւս մի քանի բառով խոսենք ներկայացման մասին, որը տեղի ունեցավ անցյալ տարի, չէ՞, թե չեմ սխալ։ Նոյեմբեր-դեկտեմբեր, ինչ ներկայացում եք։ Անտիգոնեն։ Այհա։ Մի քիչ պատմի ոնց էր, լավ է, հետաքրքիր էր, իհարկե հետաքրքիր էր, բայց մի քիչ ավելի մանրամասնես։ Հա, ինքը Որովհետև եթե չեմ սխալվում, եւս մեկը եղավ, մի քանի անգամ չէ եղավ։ Անտիգոնեն 3 անգամ խաղացել։ Հա, անցած տարի առաջինը շատ հիանալի էր դերասանական անձնակազմը։ Ամենահետաքրքիր հանդիպումը Հովհաննես Բաբախանյանի հետ էր, երբ որ մենք փորձեր էինք անում, ասացի Հովհաննես գիտես, չէ, ես երեխա ժամանակ գալիս էի քեզ թատրոնում նայում էի որպես հանդիսատես։ Երբեք չէի մտածի, որ միասին խաղանք, ամենահետաքրքիր փորձառությունն էր։ Իդեպ շատ հավես էին մյուս դերասանների հետ աշխատելը, շատ նվիրված էին։ Անին էր ռեժիսորը, ընկերուհիս էր, բայց հեչ ընկերություն չէր անում հետս։ Ինչու՞։ Իջքանի վրա էր գոռում։ Լավ էլի, Հա, սաղի վրա մունա։ Անի ջան, լավ էլի, մենք քեզ գիտես որքան ենք սիրում, որքան ենք հարգում։ Մեր հա, պետք չէ գոռալ, պետք չէ։ Մի անգամից ասա վերջ եւ ոչ մի անգամից հստակ։ Սրիլած։ Շատ լավ։ Չէ, շատ հաճելի process էր։ Ընդհանուր այդ ներկայացման գաղափարախոսությունը ուր էր տանում, դա էր ամենակարևորը, որ ինձ թվում է շատ ակտուալ թեմա էր, շատ հատկապես հիմա եւ հետաքրքիր բան ասեմ, երբ որ մենք Անին ընտրեց այդ ներկայացումը, Անին արեց սա, գնացինք ամերիկյան ներկայացում, նայեցինք Սանտա Մոնիկայում էին բեմադրել նույն ներկայացումը, հետո պարզեցինք, որ այս տարի 3 հատ տարբեր թատրոններում այդ ներկայացումը անգլերենով գնալու է։ Օ, ինչ հետաքրքիր։ Այսինքն ինքը նշանակում է շատ կարևոր ու պահանջարկ ունեցող թեմա է, շատ խոցելի թեմա է։ Այ դա է իմ համար կարևորը թատրոնում։ Պետքա թեման լինի խոցելի, ժամանակի մեջ։ Ակտուալ լինի ժամանակակից, այսինքն։ Այո։ Ոչ թե ասենց պետքա մարդը այդ ապրումակցումը ու իր ձեռքից բռնես քայլես։ Լավ, եթե ինչ-որ դասական պիես է, որ հա, ինքը ամենադասական պիեսն է։ Չէ, որ ասում ես ակտուալ, կարող է դասական պիես լինի, որը ոչ ակտուալ է, հա։ Ցավոք սրտի դասականները միշտ ակտուալ են։ Մարդը չի փոխվում, դասականները միշտ ապացուցում են, որ մարդը չի փոխվում։ Շատ լավ։ Լավ, Մարինա ջան, հիմա մենք իհարկե շատ, այսպես բովանդակալից զրուցեցինք, շատ իհարկե հրաշալի էր, դեռ մի քիչ կխոսենք իհարկե, բայց հիմա անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, մի քիչ դուրս գանք այդ ասպարեզից, կինո, թատրոն, այդ ամեն ինչից դուրս գանք դեպի երգի ասպարեզ, մի քիչ ավելի Չէ, ես չեմ ուզում, դեպի երգում ես։ Ես չեմ երգում, Չէ, մենք 3 հատ երգ ենք միասին լսելու, մեր ֆորմատը այսպեսին է, որ մենք 3 հատ երգ ենք լսելու միասին, հատված կարճ։ Եվ ընդհատվելու է երգը։ Եվ ես քեզ 4 տարբերակ շարունակության ասելու եմ, մեկը ճիշտ եւ 3-ը սխալ։ Հիմա դու պետք է ընտրես ճիշտ տարբերակը։ Այստեղ պետք է որոշակի առումով կամ գուշակես, կամ իսկ բոլոր տեսակի երգեր լսում ես դու, չես լսում։ Չէ, հիմա այստեղ այնպես չի, որ ինչ երգեր չես լսում, օրինակ։ Դու շարունակի հաղորդ։ Շատ լավ։ Չէ, լավ, իսկ ինչ ես սիրում լսել։ Ինչ որ երգեր, օրինակ, ես օրինակ լինեմ անկեղծ չեմ սիրում ծանր ռոք լսել։ Ես սիրում եմ։ Դու սիրում ես, դες ես չեմ սիրում։ Ծանր սիրում։ մետալ եմ շատ Հա, սիրում։ դες ես չեմ սիրում ծանր մետալ, ես սիրում եմ թեթև մետալ, թեթև մետալիկներ, այսպես։ Մետալիկները սիրում ես ծանր։ Հա, դու այն ծանր, այն որ բանը սենց դղրդում է, շենքը դղրդում, սենց շենքը գնում գալիս։ Դղրդում, դա իմ համար, չէ, ես լսում եմ։ Իդեպ Միացյալ Նահանգներ որ տեղափոխվեցիք, ես գիտեմ, որ Երևանում իհարկե Հայաստանում սեփական տունիկ եւ այլստեղ սեփական նույնը, այսինքն այդ բոլորը պետք է ամենիշ նույնը լինի։ Ուրեմն մասնագիտությունս նույնը, սեփական տունը պետք է լինի։
Շատ լավ։ Ամուսինը նույնը, երեխաները Դե դա նույնը։ պարզ ամուսը դրա մասին չեն քննարկում։ Դրա մասին չեն Շորերս նույնը, ընկերներս էլ են նույնը։ Նույնը հայրը բոլորը կողքը հայրը ավելի նույնը շատ չի փոխում։ Լավ, հիմա փորձենք միասին իհարկե երկերը, որոնք դու կլսես հիմա, կարող է եւ չես լսում, բայց դա կապ չունի։ Կարևորը հայերեն բառեր են։ Այո։ Ներողություն, որ հայերեն բառերով են երկերը անգլերեն չեն, դե դու արդեն Չէ, ես հայախոս եմ։ Վերջացավ։ Ես մաքուր հայախոս, դա իմ մայրենի լեզունն է։ Վերջացավ։ Գիտես, մի հատ բան ասեմ ու շարունակի։ Մայրենի լեզվի ամենամեծ այն քաղցրությունը, գիտես, երբ ես զգում, երբ որ օտար լեզվով պետքա խաղաս։ Ու մեկ է այդ մի պահին ասում ես, մեկ է ռեժիսորը ասում է, այս նախադասությունը հələ քո մայրենի լեզվով ասա։ Տենց եղել է։ Ու մեկ ես արագ թարգմանել եմ ու մայրենի եմ ասել։ Դա անփոխարինելի է, մայրենի լեզուն ուրիշ բան է։ Համաձայն եմ։ Լավ, դե սկսենք, հա։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Մարիաննայի հետ միասին, Մարիաննա Եղազարյան, փոքրիկ իհարկե անցնում ենք մեր խաղին, փորձում ենք իհարկե երգի ասպարեզում ինչ որ բաներ գտնել, ճիշտ տարբերակներ, եւ խնդրեմ առաջին երգի հատվածը հիմա լսենք։ Լավ, գնացինք։ Ընդհատվեց։ Ինքը հա իր սիրած անձնավորության մասին ասում, այո, դե արի իմ երազը մի մարի, հիմա շարունակությունը, առաջին տարբերակը։ Դե արի իմ երազը մի մարի, քեզ խնդրում եմ արի, առաջին տարբերակը։ Դե արի իմ երազը մի մարի, քեզ սիրում եմ արի, երկրորդ տարբերակը։ Երրորդը, դե արի իմ երազը մի մարի, խանութից մի բան վերցրու արի։ Խանութից մի շիշ արի եւ չորրորդ տարբերակը դե արի իմ երազը մի մարի հետդ էլ փոթերին բեր հարի փոթերին հարի բեր մի խոսքով քեզ խնդրում եմ արի առաջին տարբերակը քեզ սիրում եմ արի երկրորդ տարբերակը խանութից մի բան վերցրու արի երրորդը եւ հետդ էլ փոթերին բեր հարի չորրորդ տարբերակը Դե պարզա որ դա չի լինելու, բայց դա ինձ հավես կլիներ։ Չէ, հավես է, բայց եթե ուզում ես պարտվես, կարող ես ասել դա։ Դու ասում առաջինն է, լավ, եթե չեմ ուզում։ Քեզ խնդրում եմ արի, իսկ քեզ սիրում եմ արի, չէ։ Չէ, խնդրում եմ։ Իսկ խանութից մի բան վերցրու արի։ Որ ինչ կա խանութից բերելու։ Վերտուն չէ։ Երբ տարբերակը խանութից ինչ կա բերելու, կամ մի հատ մտնեմ խանութ գամ։ Հա։ Դե պարզա ուզում ես կրեմ, թե պարտվեմ։ Չէ, ես ուզում եմ հաղթեմ, ուրեմն առաջինը։ Քեզ խնդրում եմ արի։ Շատ լավ։ Դե համենայնպես եթե սխալ լինել, երկու տարբերակ երգերի ունենք ուրիշ, լավ։ Խնդրեմ, դե արի իմ երազը մի մարի, քեզ խնդրում եմ արի, այս տարբերակը ընտրեց Մարիանան, ճիշտ է դա թե ոչ մենք լսենք եւ անցնենք արդեն երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Քեզ սիրում եմ արի, սա էր պետք ընտրել։ Մենք զրո պարտվում ենք, հիմա լրջացանք։ Դες մի անգամից քեզ խնդրում եմ, ինչ է քեզ խնդրում եմ արի։ Այդտեղ որ խնդրելով ու ամեն մեկը չի գա, պետք է ասես իսկ սիրում եմ արի, որ ինքը գա։ Մարնա ջան, այտենց է։ Ես դասերի կգնամ։ Ոչինչ, այդ անգլերենը սովոր է կինոարտադրության մեջ, որ կինոարտադրությունում պետք է հերոսը հերոսին ասի, քեզ ոչ թե ասի, քեզ խնդրում եմ, քեզ սիրում եմ արի։ Come to me։ Come to me։ 1-0 պարտվում ենք։ Գնացինք։ Երկրորդ երկի հատվածը լսենք միասին։ Կաթին անցնել է գալիս, յալիս համասիր դսենալիս, փակին նորից յուն կնեգա, անշարը շետա ու չետա, փակին նորից յուն կնեգա, անշարը շետա ու չետա, կարոտել եմ կեզ արի, ճանասերս իզուր չմարի, անցել է արդեն, Կարոտել եմ ես էլի արի, անցել է արդեն 3 տարի, 2 տարի, 5 տարի եւ փոթերը հարի։
Տեղել այլի Փոթեր արի։ Մի խոսքով տեսել է ասում է դե արի, անցել 3 տարին է բռնում։ Ինչի 3 տարի, ինչի ոչ 2 կամ 5։ Անցել է 3 տարի։ Ինչի ոչ Փոթերը հարի անցել ասենց Հարի Փոթերը ասենց անցնում։ Ավելով։ Մի խոսքով պետք է ընտրես 3, 2, 5։ Ինչի 3 օրինակ, ինչու ոչ 5 կամ 2։ 5-ը մոռացած կլիներ։ Ապրես։ 2-ը ոչինչ, այդքան երկ չեր գրի։ 2-ը արդեն ընթացքում կգրեր ու կլներ 3-ը։ Երրորդին կհասներ գրելու ընթացքից։ Դե արի անցել է արդեն 2 տարի, 3 տարուց բայց կարող է չուզեր արդեն։ Չէ, 3-ն է։ Հաստատ 3-ն է։ Չէ, արի մի րոպե, հաստատով բան չասենք։ Նայ։ Այդտենց որ նայես 5-ն է կարա լինի։ 5-ը մոռացել է։ Okay, մոռացանք, 2-3։ 2-ը արդեն զգում է որ շատ է կարոտել, ու սկսում է գրել։ Հետո Որ գրել մի տարի։ Մի տարի գրի կհոգնի։ Դերսի դժվար է ստեղծագործողները երկար ժամանակ Լավ, ուրիշ բա քեզ բան ասեմ։ Հիմա չի կարող 1 տարուց հետո կարոտի սկսի գրել, երկրորդից ասի անցել արդեն 2 տարի։ Կարա, չէ։ Ամեն ինչ կարա, Բայց բայց եմ ասում։ Հիմա 2 տարուց հետո չի կարոտի, որ կարոտի 1 տարուց կկարոտի։ Հա։ Ինձ թվում է հա, որովհետև 2 տարուց արդեն հոգնում ես, չես կարոտում։ 5 տարուց էլ չես հիշում, ով էր, ես չեմ էլ հիշում ով է։ Լսի ես համոզում 3-ն է։ Եվ որտեղ դու ինձ համոզում ես որ կրվեմ։ Բայց ոչ, ես մեր հյուրերին միշտ համոզում որ հաղթեն, ոչ։ Չէ, դու ինձ համոզում ես կրվեմ։ 3-ն է։ Լսի։ Դից կլսես։ Լսում ես։ Մի հատ ասա ինչ եմ կրվում։ Պարտությունս ինչ է։ Չէ, պարտությունը կա, ոչ ումա ոչ պարտում ես, ոչ հաղթում ես, դա չի ասում, բայց մեծ ինչի 3։ Սիրտս տենց ասում, Լսի, ինտուիտիվ։ հիմա լավ, շատ բարի, եթե այստեղ անցել է արդեն 1 տարի որ լիներ։ Հա։ Լիներ 1, 2, 3, որը կընտրեիր։ Անցել է արդեն 1 տարի, անցել է արդեն 2 տարի, տարբերակ։ 1-ը կընտրեի։ 1-ը կընտրեիր, բա երբ հասներ գրեր։ Բայց դի գրեր այդ։ Պետք է 1-ը ասի որ գրի, 2-ից կանչի։ Չէ, 3-ն է ինքը։ Ես դա զգում եմ։ Ես հենց հիմա քո աչքերից տեսնում եմ 3-ա գրած։ Իմ աչքերից։ Ես իմ աչքերից զգում եմ 2-ա գրած։ 3-ն է։ Երբեք չեմ լսես 3-ն է։ Բայց դե առավել եւս չես լսի, ինչու 3 եթե չես լսել։ Ինչի ոչ 2։ Անցել է արդեն 2 տարի։ Որովհետև չէ, այս ձևի երկրողը 3 ավելի Հիմա շատ քո կարծիքով 3 տարի ինքը պետք է երգրի, 3 տարի պետք է կանչի մեկին։ Ինձ թվում է 3 տարի հետո կամստանա 4 հոգու։ Ես կարծում եմ հեղինակը 3 թիվ ավելի կսիրի, քան 2-ը։ Ես տենց եմ զգում։ Եթե հեղինակը լսի ինձ, կհասկանա, որ ես ճիշտ եմ զգում, ինքը 3-ն է սիրում, այդ 3 թիվը ուրիշ թիվ է։ Հիմա չես լսում ինձ։ Չէ, ես 3-ն եմ ասում։ Անցել է արդեն 3 տարի, տարբերակ ընտրեց Մարիանան, լսենք ճիշտ տարբերակը եւ երրորդ երկին կանցնենք վերջնական, խնդրեմ։ Երեք տարի էր, չլսեցի։ Բայց ուրախացար։ Ոբշի դա։ Ոչ մի օր զգոնք չտվեց, ինչքան փոխեցի։ Չհասկացա։ Անցել է արդեն 3 տարի, բրավո։ Լսի։ Ահա, Ես որովհետև լավ գիտեմ։ ապրես։ Հեղինակը չէր չէր գրի լսել ես։ Չէ։ Ազնիվ խոս, բայց հեղինակը 2 չէր գրի, 3 էր գրելու։ Շատ լավ։ Բրավո, բրավո եմ ասում, որովհետև ես չգիտես ինչու գիտեի 2-ը։ Լսելուց հետո էլ։ Այո։ 1-1, այ հիմա երրորդ վերջի երգը, որը շատ բավականին դժվար է լինելու, ասեմ քեզ։ Պատրաստվի, որպեսզի կարողանաս հաղթել, լավ։ Խնդրեմ, երրորդ եզրափակիչը։ Ավակվել են, ծնունդ է նշում բալիկի, շնորհավոր ծնունդդ Սուրենչիկ, շնորհավոր ծնունդդ Վահանչիկ, Աշոտի կալնելու։ Չէ, սպասի, շնորհավոր ծնունդդ Մամայի Պոնչիկ և շնորհավոր ծնունդդ Հարի Փոթեր։
Այսինքն Հարի Փոթերն է կարան ծնունդ հավաքում են եւ նշեն։ Սուրենչիկ Վահանչիկ, մամայի Պոնչիկ, Հարի Փոթեր։ Սուրենչիկ Վահանչիկ։ Այնտեղ հավաքվել են նշում են բալիկի ծնունդը։ Նայ, քանի որ ես կին եմ ներկայացման մեջ գլխավոր հերոսը Վահանն է, ես ընտրում եմ այդ տարբերակը։ Հա, միայն դրա համար։ Ասկե թե Սուրեն Ռեժիսորը Սուրենն է շատ։ Տեսար պաստն ստեղ։ Չէ, ես կերպարին եմ ընտրում։ Հիմա եթե օրինակ Վահանչիկ չլինի, Սուրենչիկ լինի։ Հիմա Սուրոն Շահվերդյան, վաղը մյուս օր այդ մարդուն ինչ աչքերով ես տեսնել։ Հպարտ աչքերով որ չեմ ընտրել իրան որպես Սուրենչիկ, որտեղ ինքը Սուրենն է իմ համար Շահվերդյան, իսկ Ներեք պարոն Շահվերդյանը այստեղ միանգամից էստեղ գնում ուրիշ խոսացին։ դրա համար Վահանին եմ ընտրում։ Վահանին։ Մեծանալու է Վահանչիկը Վահան դառնա։ Ես ընտրում եմ Վահանին, որ հայ Սուրենչիկը մեծանալու է կարողա չի դառնում Սուրենն է դառնում։ Ես Վահանին եմ ընտրում։ Վահանն է։ Սուրենչիկը մեծանում է դառնում է պարոն Շահվերդյան։ Բայց սա Վահանն է։ Բայց ինքը կարա օրինակ Սուրենչիկը մնա տենց է Սուրենչիկ մեծանա, Վահանչիկ ասա։ Կարող է, լավ Վահանչիկին եմ ընտրում։ Մի խոսքով այսպես է, որ Սուրենչիկ չես լսում ինձ։ Չէ։ Շնորհավոր ծնունդդ Վահանչիկ, շնորհավոր ծնունդդ Վահանչիկ։ Լսենք ճիշտ տարբերակը եւ արդեն անցնենք առաջ, խնդրեմ։ Անոթվել է գազնովի ու քեֆի անում, մեր անուշի բաղիգի ծնունդը դոր, շնորհավոր ծնունդդ Վահանչիկ։ Լավ որտեղից դուք դու այդպես ինտուիցիա քո Այո, դու գիտես ես բախտել եմ դա։ Սենց կարող ես նայել։ Բա տենց նայում եմ։ Դա համար ես երկիչ, տես 3 տիպը ես տենց իմացա, որ երկիչը 3-ներ Չէ, ընտրել։ որովհետեւ տես ինքը տենց միանգամից իր Վահանչիկն էս դպրոցով Չէ, ազնիվ։ Չէ, ես գիտեմ, որ երկը դու չեմ չես, այո, ես ասում լսել։ Դասում եմ երկյանը Աշոտ, երեխաանը Աշոտի կա լինելու, կա չէ տենց երկ։ Դե կա, չէ, բայց եթե լավ լիներ օրինակ Սուրենչիկ Վահանչիկ Աշոտիկ այդ ժամանակ Ընտրելու է Աշոտիկին։ այդ ժամանակ Աշոտիկ։ Որտեվ տենց բան լսել եմ։ Բրավո, հաղթեցիր դու, այո։ Շատ լավ։ Մարիանա ջան, մինչ արդեն մեր հաղորդման ավարտին անցնել է եւ մի փոքրիկ դրվագ, հա, մեր ֆիլմից մենք կդիտենք շատ կարճ։ Արի հիմա մի քիչ պատմի, լավ, առասարակ արդեն պատմել ես, բայց լավ, կինոարտադրություն սովորում ես։ Հրաշալի ընտանիք իհարկե, հասնում ես իհարկե եւ երեխաներին եւ իհարկե ամուսնուդ կողմ։ Այդ ամենը հետո ինչ ես մտածում ներկայացումների նոր, այսինքն այս տարի լինելու են նոր ներկայացումներ, թե դեռ այդպեսի չեք ասում։ Կարծում եմ ես կինեմը դարձյալ խաղանք, ես կինեմը ներկայացում ոնց որ իմ խաչը լինի, ուր գնում եմ հետս գալիս։ Դե դա ստեղ խաղացել եք, չէ՞ բայց։ Հա, ինքը sold out լինող ներկայացում է։ Արի մի քիչ պատմի, հա, ես կինեմ դա 3 կանանց մասին է, չէ՞։ Դա 3 կանանց իրական դեպքերի հիման վրա է, Խաչատուր Գասպարյանի հոգեբան աշխատությունների հիման վրա, Անի Գևորգյանը գրել է պիեսը, ու Սուրենը Շավերդյան բեմադրել է, ամբողջը իրական պատմություններ, միայն փոխված է անունները հերոսների, որ հանկարծ իրենց չճանաչեն եւ քաղաքները, որ չճանաչեն էթիկայի կանոնների հիման վրա, բայց հորինված ոչինչ չկա։ Իսկ դա երբ մեր հերոստատիտողները հանդիսատես հիմա որ տեսնում են, օրինակ սիրով կգա մոտավոր, հələ ցավոք սրտի չգիտեմ երբ խաղանք, բայց խաղալու դեպքում անպայման եկեք, ինքը մի քիչ ծանր ներկայացում է։ Ընդհանուր առմամբ ես չեմ խոստանում իմ ներկայացումների ժամանակ, որ կզվարճանակ շատ, դեռ չունեմ տես ներկայացում։ Դրա համար եմ ասում, ես դա չեմ խոստանում, բայց խոստանում եմ, որ մի ուրիշ բան ձեզ հետ կվերցնեք հաստատ։ Այո, եւ գիտես ոնց է, դե ես իհարկե չեմ մեղադրում, որովհետեւ գիտես ծանր օրեր, հա, հոգնած մարդիկ ուզում են զվարճան, ուզում են պարզապես լիցքաթափվեն, բայց իրոք այդ ծանրից իրոք շատ բաներ նաեւ վերցնում են եւ Բայց ծանրից ավելի շատ է լիցքաթափվում։ Ես համաձայն եմ, ես գուցե մի հատ, որովհետեւ երբ որ ինքդ քեզ հետ մտորելու շանս ես ունենում, հնարավորություն ես ունենում, եւ դա տալիս է ծանր ներկայացում է։ Կոմեդիան էլ է տալիս, բայց լավ որակով կոմեդիան, որը շատ դժվար է։ Ամենադժվար ժանրն է լավ կոմեդիան, թե դերասանի համար եւ թե ռեժիսորի համար, թե դրամատուրգի համար գրել դա շատ դժվար է։ Իսկ եթե միայն ծիծաղում ես, դա ընտրությունը քոնն է միշտ, լավ ռեստորանում հաց ուտես, թե ֆաստ ֆուդ ուտես, դա միշտ քո ընտրությունն է։ Շատ լավ։ Եվ մինչ մեր հաղորդման ավարտը Հարի ընդհանրապես մի քանի Հարի Փոթերին պատմենք դիտենք, հա, վերջում լավ կներ Հարի Փոթերը։
Ֆիլմի մասին, բայց թույլ տուր մեկ ընդամենը մի քանի վայրկյան ես մեր կրկին նշեմ մեր գործընկերներին, մեր հաղորդման հովանավորներին եւ շնորհակալություն հայտնեմ աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, եթե դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, դիմեք 911 Detox Center եւ մասնագետները կօգնեն ձեզ այս հարցում։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ դուք հրաշալի կարող եք ժամանակ անցկացնել հանգստյան օրերը կամ պարզապես իհարկե ազատ ժամանակ, եթե ունեք։ Լողավազաներ տաք հանքային ջրով, հարմարավետ համարներ եւ իհարկե բոլոր հարմարությունները մեկ տեղում։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին։ Այո, եւ արի մի քանի բառով պատմենք այդ ֆիլմի մասին եւ մի շատ կարճ իհարկե հատված կդիտենք, որտեղ մենք միասին իհարկե այնտեղ կանք։ Ֆիլմը կոչվում էր իհարկե դու արի պատմի նրան ծառ։ Հա։ Եվ մի հայ ընտանիքի մասին էր այդ ֆիլմը, որը 90-ականներին տեղափոխվում է Միացյալ Նահանգներ եւ բնականաբար դժվար օրեր, փոփոխություններ եւ մի խոսքով այդ ընտանիքի մասին երեխաների արագ ինտեգրում, ծնողների դանդաղ ինտեգրում, ավագ սերունդը նոր սերունդի բախում։ Եվ իրոք եւ արդից օգտվելով իհարկե ուզում ենք ջեն ողջուններս հղել իհարկե ֆիլմի ռեժիսոր Հեսուս Էթելյանին, պրոդյուսեր Իրեն Թովմասյանին եւ ողջ ստեղծագործական անձնակազմին, ում հետ իհարկե շատ հրաշալի մենք րոպեներ միասին եւ օրեր, ինչ րոպեներ, օրեր, մեր ամիսներ։ Դու ամիսներ, ես չէ, ես կարծի։ Ես ամիսներ անցկացրեցինք ջեն ողջուններս եւ իհարկե հուսով ենք անպայման կհամագործակցենք, իսկ ինձ հետ համենայն դեպս մեծ իհարկե բավականություն էր, հաճելի էր աշխատել իհարկե Մարիանայի հետ, ես անգամ հիշում եմ, որ մի դրվագ կար, տխուր դրվագ էր եւ պետք է դերասանուհին, տվյալ պարագայում Մարիանան պետք էր պարզապես արտասվել եւ գիտեք սովորաբար կա այսպես հնարք, հա, այսպես քսում են աչքերին եւ մարդիկ լացում են ֆիլմում, այսպես ասեմ։ Մարիանայի դեպքում նա ոչ մի բան չարեց, նա անկեղծորեն ինքը լացեց, ինքը արտասվեց, հա, ինքը արտասվեց եւ ոչ մի հնարք, այսինքն ոչ մի բան չքսվեց։ Դա իհարկե խոսում է պրոֆեսիոնալիզմի մասին, բրավո։ Նա լացեց, էլ սկսեց լացել։ Մենք միասին դիտենք շատ կարճ փոքրիկ հատված ֆիլմից եւ այնուհետեւ իհարկե հրաժեշտ տանք այսօր, խնդրեմ։ Ինչ է սա, Նայրա։ Ինչ եղավ, հանգիստ։ Իմ քթի տակ նման բաներով ո՞նց ես համարձակվել զբաղվել։ Ինչի մասին ես խոսում։ Ո՞ս լարկոտի հետ։ Ինչ։ Ամոթ չեք անում դուք։ Նայր այս լսի, ով է, որտեղից ես ճանաչում։ Որտեղից ես ավերցրել։ Ով է այս տղան։ Դու գոնե հասկանում ես, որ կարող է ապահով չլինել այս երկրում։ Նայրա, դու ընդհանրապես տնից դուրս չես գալու։ Այդ ինչ ոլորտ քայ բալաջան։ Դու։ Սա դու ես նկարել։ Իվետա ջան, դու ես նկարել։ Իվետա ինչ ես դու մեր Դուք ամոթ չեք անում, ոնց չեք ամաչում։ Ես պայքարում եմ իմ երեխաների հարմարավետության եւ ապահովության համար։ Իսկ դուք ինչ եք անում դուք։ Մամ։ Հենց դու երեխեքին այսօրը գցեցիր։ Ինչ արեցիր երեխեքի հետ։ Ես չեմ գուցե սխալ ենք արել, որ եկել ենք։ Լսի։ Մենք աղոթում ենք, որ այստեղ հայտնվենք։ Որ մեր երեխաներին հնարավորություն տանք։ Նրանք հիմա իրականացնեն իրաց բոլոր երազանքները, ինչու մենք երբեք հնարավորություն չենք ունեցել։ Զզվացրեցիր, աման ճիշտ էր։ Այո, դե այսպես են գա հիշողությունների գիրկը, մի փոքրիկ, դե Մարիանա ջան, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ մեր այսօրվա հաճելի, շատ անկեղծ հարցազրույցի համար, կարծում եմ իրոք շատ հետաքրքիր էր եւ մեծ բավականություն ստացանք մեր հեռուստադիտողները առաջին հերթին եւ մենք բոլորը։ Շնորհակալություն քեզ, շարունակիր փայլել, շարունակիր նոր բեմերում հանդես գալ, նոր արտադրել արդեն նոր կինոարտադրանք, ֆիլմեր լինի, ներկայացումներ լինի եւ իհարկե կսպասենք նորություններով, իհարկե մենք բնականաբար միշտ սպասում ենք նորություններով։
Քեզ եմ շնորհակալ, որ ինձ հիշել ես։ Բայց միշտ հիշում ես, չէ՞։ Միշտ հիշում, իհարկե։ Դե մենք իհարկե նաև շատ իհարկե ընկերություն ենք անում, շայո կադրից դուրս էսպես ասեմ իհարկե, բայց ամեն դեպս իհարկե մեծ բավականություն է իհարկե այսպիսի լավ տաղանդավոր դերասանուհիների մասին առասարակ պետք է իհարկե մեր հարությունը նույնպես իմանա, ինչու ոչ։ Ես դրա այս խոսքերի համար չեմ վճարել։ Այդ հաստատ։ Հաղորդումից հետո։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հանդիպում ենք արդեն հաջորդ 5 շաբթի ժամը 22:30 իհարկե MJ հեռուստաընկերության եթերում առողջ եղեք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։